Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Ինչ կարծիք ունես սրա մասին։ Երբ Ադրբեջանը ամեն օր Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն, թող այս հարցին պատասխանեն, թող իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջև առաջացած մեծ անդունդը չեն կարող լցնել մի քանի հանդիպման արդյունքով, կարծում է Արեգ Քոչինյանը, որ ապրիլի 12-ին է վերադարձել Բաքվից։ Հարյուրավոր պատճառներ կարող ենք նշել, թե ինչու այս փոխադարձ այցելությունները պետք է տեղի չունենան, եւ ես կարող եմ ընդհանրապես մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան, որտեղ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Բայց Ստեփան Հասանջալալյանը խաղաղության հասնելու ճանապարհին քանի դեռների խումբ է ներկայացնում։ Քանի Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում է, ապօրինաբար պահում է հայ գերիներին, քանի դեռ Արցախը օկուպացված է, քանի արցախցիները բռնի տեղահանված են։ 5-րդ, քանի դեռ Ադրբեջանում արկա է ռասայական խտրականության, ատելության դրսևորումներ, քաղաքականություն, ազգությամբ հայերի նկատմամբ, 6-րդ, քանի դեռ Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները եւ ատելություն են սերմանում, տարածում ազգությամբ հայերի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներից Ազերթաջ Ալիքում մի քանի հաղորդում կա հայերի եւ ադրբեջանցիների հանդիպումների մասին։ Երկուսում գեթ 1 դրական մեկնաբանություն չկա, մյուսում առհասարակ մեկնաբանություններն են բացակայում։ Սա Facebook-յան հարթակում։ YouTube-ում տպավորություն է, թե մեկնաբանությունները ջնջված են։ Օրինակ, այս տեսանյութի տակ ցույց է տալիս մեկ մեկնաբանություն, որը չի բացում։ Հայկական լրատվամիջոցներից պետական ֆինանսավորմամբ գործող Armenpress-ի մեկնաբանությունում ադրբեջանցիներից մեկը ներկայանում է Հայաստանում ապրող անանուն օկտատիրոջ նոր հարևանն ու հրավիրում հաղթանակի զբոսայգում շախմատ խաղալու եւ իր խոսքով մի բան խմելու։ Մեր հեռարձակած ուղիղ եթերում ոչ մի մեկնաբանություն չի եղել, իսկ մեկ այլ լրատվամիջոցի ուղիղ եթերում այսօրվա խմբին, որ ամփոփում էր այցը, անթասիբներ են կոչել։ Ստեփան Հասանջալալյանի խոսքով ադրբեջանական լրատվամիջոցները գրաքննվում են եւ այս փուլում հնարավոր է վերահսկողության տակ առնեն օկտատերերին։